Փաշինյանը հերթական այսպես ոտքի վրա մի շատ կարևոր թեմայի անդրադարձավ հերթական անգամ, քանի կար Ալմատիից էր, այսպես ասած, խոսում, հղումներ անում, հիմա հերթը հասավ Բուդապեշտին եւ 3 նախագահների Արցախի հարցի լուծման բանաձևերին դժգոհ էր, ասաց, որ լուծեիք հարցը, փաստացի ստացվում է Փաշինյանը լուծել է հարցը եւ այդ հերվից է, այսպես ասած, նայում թեմային, ձեր գնահատմամբ, թեև ես տեսա, որ դուք մի քանի անդրադարձեր արդեն արել եք Facebook-ում, ձեր գնահատմամբ ինչու է հենց այս փուլում, հենց այս պահին Փաշինյանը այս հարցը բարձրացնում եւ ինչու են էլի նախագահները մեղավոր։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հասարակության ներկայացուցիչներ, քույրեր եւ եղբայրներ։ Այո, շատ ճիշտ է, որ ես այսօր իմ սոցիալական ցանցում անդրադարձել եմ այդ հարցին, բայց եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ բանակցային ժառանգության եւ երրորդ նախագահ եւ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսել է 2020 թվականի, կարծեմ հունվար ամսին, Կապանում, այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե բառացի մեջբերում են Փաշինյանի ասածները։ Փաշինյանն ասում է, որ ըստ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի Արցախում ԵԱՀԿ կամ Մինսկ կամ ՄԱԿ-ի, եկնում եմ, ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի պարտադիր, եկնում եմ, պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, որի վերնագիրը, անվանումը որևէ բանով սահմանափակված չի լինելու։ Այսինքն ինքը Նիկոլ Փաշինյանն է փաստում, որ մենք հանրապետականներս նախագահի գլխավորությամբ իրեն ժառանգել ենք մի փաստաթուղթ, ըստ որի գլխավոր հարցը Արցախի կարգավիճակի հարցն էր սա մեկ։ Նույն Նիկոլ Փաշինյանը գլխավոր հարցը կարգավիճակի հարցն էր։ Այսինքն մինչև Նիկոլ Փաշինյանը գալը խոսել, որ Արցախը տրված է եղել Ադրբեջանին, դա ինչ անհեթեթություն է, մարազմա, ինչ ուզում եք անունը դրեք, կապուշություն է, հիմարություն է, դավաճանություն է, ինչ կուզեք, դա Նիկոլն է ասում։ Ես Նիկոլին հակադարձում եմ Նիկոլի խոսքերով։ Ֆիքսում ենք, որ կարգավիճակի հարց եղել է։ Իսկ եթե կարգավիճակի հարց եղել է, նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում մինչև 18 թվականը չի եղել եւ չի կարող լինել ոչ տեսականորեն, ոչ գործնական։ Ասենք այս հարցը փակեցինք։ Երկրորդ հարցը նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 20 թվականի հունվարին, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, ուշադիր, պարտադիր իրավական ուժ ունեցող վերջնական ՄԱԿ-ի, այսինքն Միացյալ Ազգերի կազմակերպության եւ ԵԱՀԿ հովանու ներքո։ Այսինքն նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի ոչ թե Իլհամ Ալիևը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Էդուարդ Շարմազանովը կամ մեր լրագրողները, այլ Արցախի ժողովուրդը։ Եվ Արցախի ժողովուրդը ինչ քվեարկեց, էդ էլ պարտադիր է լինելու։ Այսինքն Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովուրդը պետք է որոշել իր ճակատագիրը եւ որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի որոշումը։ Էս էլ երկու։ Նիկոլի դեմ էլի եւ երրորդ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հանրաքվեի դրված հարցերի սահմանափակում չի լինելու, այսինքն սա ինչ է նշանակում։ Սա այն հիմար թեզը, որ հանրաքվեի դրվելու էր Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ավտոնոմիա, դա էշություն է։ Նման բան չէ, նույն Նիկոլ Փաշինյանի ասելով, սահմանափակում չլինել նշանակում է, որ Արցախում իրականացվող հանրաքվեն վերնագիրը կարող է լինել եւ Արցախի անկախության, եւ Արցախի ընդհանուր Հայաստանի Հանրապետության միացում։ Դա Նիկոլն է ասում։ Ավելին, ասում է, մինչև հանրաքվեի, վերջնական հանրաքվեի կազմակերպումը Լաչին ու Քելբաջարի շրջանը մնալու էին հայկական ուժերի վերահսկողության տակ, ավելին, ասում է, որ այնտեղ միջազգային խաղաղապահներ պետք է դրվեին, բայց ավելի կարևոր բան է ասում նաև, որ Արցախը պետք է օժտվեր ժամանակավոր կարգավիճակով, որպեսզի ապահովեր Արցախի կենսագործունեությունը։ Սերժ Սարգսյանի այդ միջանկյալ կարգավիճակն է։
Ավելին, դրանից հետո Նիկոլն ասում է, երբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանա, այսինքն արդեն ինքը կարող է վերադառնալ այդ բանակցային փաթեթին եւ միջազգային հանրությունը որևէ խնդրեմ չի ստեղծի։ Սա Նիկոլ Փաշինյանի բառերն է։ Հիմա ես իրան չելենջ եմ անում։ Հիմա դու Նիկոլ վերադարձի Արցախի հանրաքվեին, դու ես ասել, չէ՞ որ վերադառնամ միջազգային հանրությունը խնդրեմ չի ստեղծելու։ Վերադարձի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեին, վերադարձի միջանկյալ կարգավիճակի, վերադարձի ՄԱԿ-ի ու ԵԱԿ հովանու ներքո պարտադիր հանրաքվեի, ըստ որի Արցախը փաստացի լինելու էր անկախ։ Հիմա թող վերադառնա, ինչ արել Նիկոլը։ Նիկոլը առանց որևէ մեկին հարցնելու այդ փաթեթը դրել է մի կողմ, բոլորս տեսանք, չէ՞ ինչ արեց։ Գնաց ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ, մինչև այդ ասեց ինչ պետք է դա էլ բանակցում եմ, մինչև այդ գովաբանեց Չէ, գովաբանեց նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը, մինչև այդ ասեց բանակցությունը սկսում են ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այդ Սերժ Սարգսյանի կետը այդ կետն է, որ քիչ առաջ ասեց, որ հանրաքվեով Արցախ անկախանում էր։ Հիմա եկել ումից է բողոքում, ինչ ասում, Նիկոլ ինքը իր ասածների մեջ խճճվել է։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր այն բանակցային ժառանգությունը, որը իրան թողել ենք մենք։ Թող գնա ինքը անթրաշ Նիկոլը, թրաշված Նիկոլի հետ, բանավիճի, իրար տան, ջարդեն, ԿՊՆ թող երկու մասի բաժանվեն, մի մասը թրաշվողների կողմն լինի, մի մասը անթրաշների կողմն լինի, իրանք իր այդ կռվեն։ Նախագահներից ինչ է ուզում։ Նիկոլն է կրկնում եմ, Շարմազանովը չի ասել։ Ինչի բանավիճ ենք։ Ես միակ ես ինչ է բանավիճ ենք։ Ռուբինյանի Մոսկի հակայի տատիկին չենք ուղարկելու բանավիճ ենք, ինչ է բանավիճ։ Թող ոտքի տակ դրանք չընկնեն։ Մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճը սպառված է։ Ես այսօր ասեցի, փաստերը ինտերնետում նայեք կգտնեք YouTube-ում։ Ես փաստերը բառացի ներկայացրեցի Փաշինյանի ընթերցածը Սերժ Սարգսյանի ժառանգությունը։ Հիմա դուք բոլորդ տառաճանաշ մարդիկ եք։ Ըտե շուրջ ինչը բանավիճ եմ։ Եթե այդ մարդն ասում է Սերժ Սարգսյանից փոխանցել է մի փաթեթ, ըստ որի Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով։ Ըստ որի Քելբաջա Լաչին մնալու էին հայկական վերահսկողության տակ, ըստ որի մինչև վերջնական կարգավիճակը ԵԱԿ-ի ու ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կարգավիճակ էր տրվելու Արցախին, որպեսզի կենսագործունեությունը Արցախի իշխանությունների եւ Արցախի ազատ կենսագործունեությունը ապահովվի։ Այսօր ինչ արել Նիկոլը։ Այսինքն Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը ճանաչում է դե ֆակտո Արցախը, մինչև նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր Արցախյան պայքարը սարքել է սեպարատիստների պայքար, սաղից սարքել է օկուպանտ ու որպես օկուպանտ ու սեպարատիստ Արցախի ռազմական քաղաքական ղեկավարությունը այսօր Ալիևի հետ մի մասի նստել են դատում, մի մասի ընդդեմ են դատում։ Ինչն ենք բանավիճում։ Որ գուցե երրորդ նախագահի մեղքը չկա եւ Նիկոլ Փաշինյանը հանիրավի է մեղադրում, հա, բանակցային գործընթաց տապալելու եւ այլի մեջ մի կողմ թողնենք, իհարկե դրա մասին խոսեցիք։ Այնուամենայնիվ Ես դրա մասին չխոսեցի, ես փաստեր հրապարակեցի, որը ասել է Նիկոլը։ Այնուամենայնիվ Ես ոչ թե իմ կարծիքն ասեցի, ես փաստեր հրապարակեցի։ Հիմա ուշադիր լսում եմ ձեզ։ Հիմա այդ նույն միջազգային հանրության աչքի առաջ, այդ նույն բանակցությունների աչքի առաջ Արցախը 2023-ին վերջնականապես հայաթափվեց եւ ըստ էության ոչինչ չարեց չէ այդ միջազգային հանրությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող էր միայնակ անել ըստ ձեզ ինչ-որ մի բան։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ չէր խնդրում միայնակ անել։ Նիկոլ Փաշինյանին առնվազն Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, Մարգարիտ Եսյանը, բազմաթիվ հանրապետականներ, չէ, հորդորում էին, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դեն չնետի եւ իր սեփական կետից չսկսի բանակցությունները 18-20 թվականին նենց հմիկ վայզդոր ընդդիմադիրներ են հայտնվել, որոնք որ լսես, քեզ թվում է մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը մի հրաշքի մեջ են կապրել։ Նոյեմբերի 9-ը ընդամենը եղել է այն հանցագործ քաղաքականության արձանագրումը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը 18 թվականի մայիսի 8-ից սկսած։ Ավելի շուտ է։ Հրաշք փաստաթղթեր ինչի եք նոյեմբերի 9-ը անվանում կապիտուլյացիոն փաստաթղթ։ Որովհետև ամեն ինչ նա կապիտուլյացիա մեկը, սա էլ կապիտուլյացիա երկուսը, ոչ մեկ չի ասում նոյեմբերի 9-ը հրաշք ա եղել։ Պարզ բացատրեմ հանրությանը։ Եթե մարդը առողջ ոտքեր ունի,
երկու ворքերը կտրում են, դա այդ մարդու եւ այդ մարդու հարազատների ընտանիքի համար դժբախտություն է, չէ՞։ Բայց երբ որ այդ երկու ոտերը կտրելուց հետո էլ գլուխն են կտրում, արդեն մարդը երանի է տալի, որ լուչ երկու ոտերը կտրածել է, բայց սաղ լներ։ Ոնց բացատրեմ։ Այդքան բարդ է։ Շարմազանը վերադառնալ Նոյեմբերի 9-ին երկու ոտերը կտրեց, Պրագայում ճանաչելով էլ գլուխներս կտրեց։ Արցախի անկախության, բայց չի հասնելու իր նպատակին։ Թող ինքը գնա իր հետ բանավիճը։ Ես փաստեր եմ ներկայացնում, էլի, ինքն է կարդացել, չէ՞։ Եվ ավելին, Իրան դեռևս 3 տարի առաջ նախագահ Սարգսյանը ձեզ լրագրողներից առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հորդորել, ճնշել, համոզել, խնդրել, դա ձուկ իմանաք, ձեր նախին գործընկերն է, որ հրապարակի 2019 թվականին բանակցային փաստաթուղթը, թող հրապարակի։ Ես հարցում եմ ուղարկել, ասում են դեռևս ուսումնասիրում են, դեռևս հավաքում են, ԱԳՆ-ն, թե ձեզ մեղադրում են, որ լավ է, չի ասում Արցախի բունկերներում կորել է։ Ասում էր մի փաստաթուղթ դարակում էր, իբր ցակուցրիվ են եղել Դե ողբամ են իշխանության վիճակը հարգելիս։ Ու լացեմ։ Իսկ օտարներն էլ խնդան հակառակորդը այն իշխանության վրա, որը իր պետության համար, իր ժողովրդի համար ամենաառանցքային փաստաթղթերից մեկը 7 տարիա չի գտնում։ Չգիտի կրավատի տակա, պոլի տակա, բունկերում են կորցրել։ Նախկիններն են տենց տարբեր տեղերում պահել այդ փաստաթղթերը կամ 19 թվականին նախկիններն ուր են։ Դրա վերաբերյալ ասում եմ։ Մի վարքյան, Մերի ջան, հերթով սաղ կպատասխանեմ։ Այսօր հավեսով եկել եմ, մի վարքյան։ Փաստաթղթեր ասեմ, եթե կարելի է։ Ես մի հատ ավարտեմ, հերթով սաղ հարցեր կմեկա դատը դռնփակա է, ոչ միտեղ չեմ շտապում։ Ֆիքսենք։ Նախկինների փաստաթուղթը, եթե ցակուցրիվ էր Նիկոլ Փաշինյանի հեռախոսում ինչ գործ ուներ։ Նախկինների փաստաթուղթը այնքան չոտքի իր տեղում դրած աղել, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը մել կա, ինքը ընթերցել է։ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, ոնց որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն էր տենց կարդում, տենց էլ քո քեզ հասած 19 թվականի Միսկի խմբի համանախագահների փոխանցած փաթեթը, որի մասին խոսել է 21 թվականի հունվարի 13-ին ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թող դա ցույց տա ժողովրդին։ Ես գիտեմ այնտեղ ինչա։ Բայց թող ինքը ասի։ Դուք ասեք։ Պոպովն ասել է, էլի։ Պոպովն ասել է, որ Արցախին տրվում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի հանրաքվեով պետք է դրել պարտադիր իրավական ուժ։ Այդ ընթացքում 5 շրջաններից պետք է դուրս գային հայկական զորքերը, այնտեղ խաղաղապահներ դրվել։ Ասել է Պոպովը, մտեք 21 թվականի հունվարի 13 ձեր յուրաքանչյուր կայքի ծրշտվեք կտեսնեք։ Պոպովն էլ ասել է դա, ոչ թե հենց այնպես, ասել է Նիկոլ Փաշինյանի ցնդաբանության ի պատասխան։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը առաջարկում էին տարածքներ խաղաղության դիմաց, հենց այնպես տարածքներից դուրս գալ, Պոպովը հունվարի 13-ին փաստերով հրապարակեց, որ նման բան չկա, որ միջազգային հանրությունը իրեն չի առաջարկել հենց այնպես տարածքներ տալ, այլ աշխատել է տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը եւ ամենակարևորը։ Որը ասենք այս ընդմիջումից հետո էլի կարճատև։ Էսա մի հատ կարևոր բան եմ ասում ու գնամ։ Հա, չէ, անցնի հա։ Այս ախոսիկներն աշխատում։ Եվ հարգելիները, ձևս մի կարևոր բան, երբ որ ես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին երկու անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ կառավարությունում հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա եղել է պատերազմի ամենաթեժ պահին։ Ուղիղ Նիկոլ Փաշինյանին հարցրել եմ. «Պարոն վարչապետ, ինչ է դրված սեղանին»։ Ինքը ինձ պատասխանել է. «Պարոն Շարմազանով, սեպտեմբերի 27-ին պարլամենտում ասել եմ 5+2»։ Ասել եմ պարոն Փաշինյան, այսօր հոկտեմբերի 12-ն է, հաջորդ օրն ասել հոկտեմբերի 19-ն է։ Այս մինչև այսօրը կարող է 27-ին մի բան են առաջարկել։ Հիմա մեկ այլ բան են առաջարկում։ Սաղի մոտ։ Թող հելնե խոսան։ Մենակ ես չեմ եղել, բոլորի մոտ ասել է պարոն Շարմազանը, ոչ, սեղանին դրված է 5+2 տարբերակը։ 5+2 տարբերակով Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ճարտարը մտնում էին Ադրբեջանի կազմ, 5+2 տարբերակով 150,000 արցախահայեր բռնագաղթի էին ենթարկվում, 5+2 տարբերակով մեր եղբայրները գտնվում էին Բաքվի բանտում որպես սեպարատիստի օկուպանտ, ինչ կա ստե բանավիճելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը այնքան հստակ է, ոնց որ իմ անունը Էդուարդ Շարմազանովը, էլ ոնց ասեմ։ Պարոն Շարմազանով, Թրամփը չարժանացավ Նոբելյան մրցանակի,
կարելի է կարող դա ազդել տրամադրությունների վրա եւ օրինակ ազդել նաեւ այն փաստաթղթի վրա։ Կես կատակ, կես ոչ մի բան ասեմ, էլի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները ոչ միայն Հայաստանում են տապալվում բոլորը, խոստումները, ցանկություն, այլ նաեւ միջազգային արենայում։ Տրամպի բախտի վրա էլ քար քսեց սա։ Պարոն Շարմազանով, Դուշանբեում, որտեղ հավաքվել էին ԱՊՀ երկրների ղեկավարները, նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ է եղել, եւ Ալիևը իր ելույթի ժամանակ ակնհայտ շեշտեց, որ Հայաստանը 30 տարի Այն մարդը այդքան վիզ դրեց, ասեց Ալբանիա, Մալբանիա, բան, հելավերի վրենք։ Մի հատ Նոբելյան մրցանակ պետք է բանաներ էտել քարկեցեց։ Ընդ ասին դե որ Նիկոլն առաջադրում վերջ։ Հիմա հերթով էս աղջիկներին ջենտլմենների հրանջան։ Կարա նույն հաստն ենք տալիս, չգիտեմ։ Ոչի, դե կարա երկուսով սիխրուն տակ։ Այո, այդ ԱՊՀ երկրները հավաքվել էին, նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ էր եւ որևէ ձևով չարարկեց Ալիևի հայտարարություն ելույթի մեջ հնչեցրած այն մտքին, որ 30 տարի Արցախը օկուպացված է եղել եւ իրենք ազատագրել են։ Տեսեք, Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ավելի հայ լինել, քան մենք։ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանել մեր փոխարեն։ Եթե ես իմ շահը չպաշտպանեմ, կա գեոպոլիտիկա, կա ներքին քաղաքական։ Դե գեոպոլիտիկայի այդ հարցերի շուրջ մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Մենք հիացած չենք նրանց գործունեությունից, բայց հիմնական խնդիրը գալիս է այստեղից։ Դրա մասին միշտ ասել ենք։ Միշտ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ 18 թվականին վարչապետ է դառնում, բայց ես գիտի դեռ համաժողովրդական տրիբունա ու Մինսկի խմբի համանախագահների հետ խոսում է այն տոնով, ոնց որ իր ներքին հակառակորդների հետ, ինքը պետք է հասկանա, որ պետք է կներեք քաղաքական չափալախուտեր էլի։ Երբ որ ինքը գնում է ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանցից մեկն էլ կա, չէ՞, Զարա ջան, այնօրն ասում էր բանա, մենք չենք հրաժարվել 19 թվականի բանից, փաստաթղթից։ Ուզում եք ապացուցեմ, որ հրաժարվել է։ Հիմա ապացուցում եմ։ Ապրիլ-հունիս ամսին է 19 թվականին այդ փաստաթղթի իրասեղանին դրվել։ Ճիշտ է, սկզբում տես մանկական կռուտի տա, ես տես կռուտից 5 տարեկանում չեմ արել։ Կռուտի ասպատթղթի վրա գրած է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի նախագահի, յադե որ էտա գրած, ինչ կապ ունի, ինչա գրած, արա։ Քեզ են հանձնել այդ փաստաթուղթը, դու ես էլ պետության ղեկավարը։ Իսկ վարչապետի որ գրած չի, ես կապ չունեմ, էլի։ Բասեր ես կապ չունեմ։ Տեսեք, երբ որ իրան այդ փաստաթուղթը ապրիլ-հունիսին հանձնել են, Նիկոլ Փաշինյանն ինչ է արել։ Նիկոլ Փաշինյանը դրա պատասխանը տվել է Արցախում 19 թվականի օգոստոսի 4-ին, երբ որ գնացել կանգնել է ու ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ, որ քեզ էր ասում, ոչ ինձ էր ասում, ոչ էլ օպերատորներին ու մեր ժողովրդին էր ասում։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ ինքը այդպես պատասխանում էր Մինսկի խմբի համանախագահներին, որ այդ պլանը վեկալեք, փաստափուսեք այդ վեկալեկով գնացեք։ Ինչու, որովհետեւ ինքը ասեց։ Ինքը ասեց, որ Արցախից պետք է ազատվել, որ Հայաստանին անկախություն բերեր, տենց չի ասել։ Պրիզնատ չի եկել։ Ինքը չի ասել, որ կարար իրավիճակը նույնն էլի բացառան զոհերի։ Էլ ինչ ասի այդ մարդը։ Ինչ ասի, որ էլի գալիս եք մի հատ ասում բանավիճ, ինչի շուտ բանավիճ եմ ես նրա հետ։ Երբ որ ես տերում եմ ուղիղ եթերով մեկը մեկի խփում, հա, մի հատ էլ գնա բանավիճեմ, թե տենամ ինքը խփելա թե չէ։ Բոլորս այնքան հրապարակային ա եղել։ Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանն է ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։ Եվ պետք չի ոչ ես խոսամ, ոչ դուք խոսակ, ապագա պատմաբանները, այստեղ պատմաբաններ կան, մի քիչ են կողմ կանած, քաղաքագետներ կան, հանելու են Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը, իր հայտարարությունները, առանց որևէ մեկնաբանության տրված է։ Ինչ կուզեմ կբանակցեմ, իմ սեփական կետից եմ սկսում, նոր պատերազմ, նոր տարածքներ, Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Հիշում եք սեպտեմբերի 25-ի ՄԱԿ-ի նրա ելույթը պատերազմից մի օր 2 օր առաջ։ Ինչեր էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ ասեմ։ Էսել են որ ասում է բան, էլի։ Իրանց փեշքեշ, էտել եմ ասում։ Այն որ ասում էր շուտ տվել են։ Նույնիսկ պատերազմից հետո Փաշինյանն ու իր թիմը խոսել են Արցախի միջազգային ճանաչումից։ Երբ որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի պարլամենտը Բանաձև ընդունեց ըստ որի կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական կայքում էջում գրեց, որ այո, ողջունում ենք Ֆրանսիայի այս դիրքորոշումը եւ մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը։ Ավելին, 21 թվականի ապրիլին, 21 թվականի ապրիլին Նիկոլը պատերազմ արդեն մի 6 ամիս անցել էր։ ԵԱԿ Մինսկի համանախագահները
հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ հղում են արել հիմնարար սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին։ Նույնիսկ պատերազմից հետո միջազգային հանրությունը խոսել է դրա մասին, իր ինքնորոշման իրավունքի մասին։ Եթե Արցախը տրված էր, նույն այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 4 տեղ Լեռնային Ղարաբաղը գրվում։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում Արցախի Ադրբեջանի մաս եւ կինոնը սկսվեց հրապարակային դժբախտությունը սկսեց նաեւ ավարտական փուլի հասավ այնտեղ, երբ որ Նիկոլը 22 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրագայում ճանաչեց Արցախ-Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքը սկսվեց եւ Արցախի բլոկադան եւ Արցախի հայաթափումը եւ այսօրվա խնդիրները։ Ասում եք իշխանությունները խոսել են, չէ՞, պատերազմից հետո նաեւ այդ ժամանակ են խոսել։ Ինչ փոխվեց, կարող է օբյեկտիվորեն իրավիճակը այնպեսին է եղել տարածաշրջանը, որ այս բանը ուղղակի հնարավորություն։ Խնդիրը տարածաշրջանը չէ։ Պատերազմից հետո դուք պատկերացնում եք Նիկոլը կանգներ, ասել Արցախն Ադրբեջանը։ Ալես Սիմոնյանը Նիկոլին դավաճան կհայտարարեց։ Իրա ԿՊՄ կհայտարարեց։ Ժամանակ ձգեց։ Այս որ այդ 44 օրյա հանձնաժողովը որ սարքում են, հեսա ժողով ջան, հեսա կիմանանք, ես իմացաք։ Իմացաք։ Ազգային ժողովի Դե վերջ, իրանք ինքը որը սափրվել է, ինքը իր ուղեղում ու ԿՊ-ի ուղեղում Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը փակել է, բայց Արցախի հարցը փակված չէ։ Քանի հայ ոգին կա, քանի հայ կա, քանի Արցախ իշխող կա, Արցախահայեր կան ու արժանապատիվ հայեր կան, Արցախի էջը փակված չէ։ Արցախի էջը կփակվի այն ժամանակ, երբ որ Նիկոլը մեր ուղեղի են հիշողության մասը կհանի կջնջի։ Երրորդ հանրապետության փակման ու 4-րդ երրորդ հանրապետությունը, ասա մայր։ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա, իսկ 4-րդ հանրապետությունը խաղաղության։ Գերեզմանում էլ է խաղաղ, դե գնա ապրի։ Պակես բան։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Թքեմ է ձևի խաղաղությունը։ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Պարոն Շարմազանov, ասում եք, որ Թրամփի ուղին իրականություն չի դառնալու, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ խորհրդում հայտարարեց, որ մոտ ապագայում ստորագրելու են ու վավերացնեն այն, եւ ում հույսով եք, որ չի իրականություն դառնալու, որտեղ այսօր ընդդիմությունը ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ պատրաստվում են 24 թվականի ընտրություններին, այդ մոտ ապագային կհասնեն։ Ինձ մեր կուսակցության ղեկավար հաջողություն է մաղթել։ Մենք էլ ենք մաղթում։ Իսկ ինչ վերաբերում է Թրամփի ուղու եւ այլն, ձեզ հայտնի է այս 7 տարվա մեջ մի պրոյեկտ միջազգային, անվտանգային, որը Նիկոլ Փաշինյանը ասի եւ իրականություն դառնա։ Նոր քիչ առաջ ասի։ Այն Թրամփին պետք է միակ քարը Ամերիկա այդ պետք է որ Նոբելյան մրցանակը այդ էլ չտվին։ Այդ էլ այդ մարդու բախտին քարկեցին։ Ինչ ասեմ։ Հաջողություն եք մաղթում, պարոն Շարմազանov։ Հաջողություն եք մաղթում նորալու ընդդիմադիրներին, բայց այս մարդիկ կարծես 2018-ի մեջ են շատերը, հիմա նախկիններին են եկել ներշնչում։ Հրան ջան, դու ինձ ուզում ես համառորեն մտցնես 18-ի թեմայի մեջ, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ 1000 անգամ խոսել եմ, իմ բոլոր գնահատականները ուժի մեջ են 18-ի հետ կապված։ Ես մի բան գիտեմ, որ մենք պետք է կարողանանք կասեցնել Հայաստանի գահավիժումը։ Առանձին տարբեր թևերով հնարավոր է համարում Նիկոլ Փաշինյանի հեռացնել 21-ի կրկնություն։ Առանձինը ո՞րն է։ Յուրաքանչյուրն ասում է ընտրությունների մասնակցել են առանձին։ Դե բա ինչ անեմ, գնամ խնդրեմ, ինչ ասեմ։ Հետո յուրաքանչյուրն իր տեսլականն ունի։ Քաղաքականությունը ինքը մրցակցություն է, բազմակարծություն է։ Ես բան չեմ էլի որ ասեմ։ Իրաց նպատակ կա, իրաց կարծիք կա, մենք այդ կարծիքով չենք գնում։ Մենք ինչ մտածում ենք, ասում ենք։ Մենք օրակարգ ենք բերել վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացը, չէ՞։ Ճիշտ է թե չէ։ Դե հիմա այն ժամանակ 6 падգամավոր էր, հիմա արդեն 34 падգամավոր է։ Մեղք կա, մեծ մեղք կլինի փորձեր չանել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կամ հեռացնել, բնականաբար օրինակաճանապարհով կամ թուլացնել։ Սա է խնդիրը։ Ձեր մյուս գործընկերները, պարոն Շարմազանov, Ովքեր մերի ջան։ Հայաստան դաշինքի նկատի ունեմ, Ռոբերտ Քոչարյանը։ Լավն է անցա Հայաստան դաշինքին։ Եվ ասում եք գործընթաց եք սկսել, իրենք էլ ասում են մենք մեր ստորագրությունները ձայները։ Ուզում եք ասել մենք մեր ձեռով։ Ասում են սպասում ենք մենք հիմա։ Ում են սպասում։ Ում են սպասում, Գոդոյին են սպասում։ Որ պատիվ ունեմը գործողություններ անի։ Պարոն նախագահ դրա մասին խոսել է 2 օր առաջ։ Ասել է որ նախաձեռնողները
Իսկ Արթուրն ենք շարժումը հայտարարել է իր գործունեության կոպիտ աստվածագիրը եւ այս պահին նրանք նախաձեռնում են կամ զբաղված են այսպես կոչված անկախ պատգամավորների հետ բանակցություններ վարելով։ Հիմա այդ փուլի մեջ ենք, եկեք երևա։ Օրինակ հույս ունեք, որ Իշխան Զաքարյանը պիտի միանա անվստահության գործընթացը։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ու պիտի ազատվի նիկոլիստներից։ Թե չէ մնացած ով կմիանա, ով չի միանա, ես չի որ իմ համար են միանում, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա ֆիքս են ժողովուրդ ջան, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա համազգային խնդիր է, սա պետական խնդիր է եւ բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց ծրագրերում եւ իրենց հայտարարություններում հայտարարել են, որ իրենց նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, ճիշտ է թե ոչ։ Այո, հետեւաբար, երբ որ մեկը ստորագրում է, շատ լավ են անում, բայց թող ին վրա չգրեն, ոչ էլ հանրապետականի վրա։ Հանրապետականի լավություն չեն անում, իրաց պարտականությունն են անում։ Հա շնորհակալ ենք, ողջունում ենք, դրական ենք վերաբերում, բայց թող նես չանել, դե մենք ստորագրել ենք, թող իրան գնան անեն։ Մենք ինչքան կարող ենք անում ենք, դուք էլ արեք։ Շնորհակալություն։ Լսենք քաղաքագետներին այս պահին։ 168 թեմի հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը Հրանտ Մելիք-Շահնազարյանն է, քաղաքագետ, վերլուծաբան, ով Մելիք